Ողջույն, մեր բլոգի այս էպիզոդում ուզում եմ խոսենք YouTube-ում քո ճանապարհը սկսելու ամենակարևոր քայլի մասին։ Հիմա դու ինձ կհասնես, թե որն է այդ քայլը, իսկ դա ընտրել ալիքի թեման ու նիշան, ինչը նշանակում է շատ ավելին, քան ուղղակի դե մի բան կնկարենք էլի։ Դա հիմքն է, առանց որի քո ալիքը չի զարգանա։ Это основа. Բազիս։ Որպեսզի ավելի պարզ լինի, թե ինչի է թեմայի ընտրությունը այդքան կարևոր եւ ինչպես ընտրել քոնը, մենք բաժանել ենք վիդեոն տրամաբանական հատվածների։ Դրանցով քայլ առ քայլ անցնելով դու ինքդ կհասկանաս, թե ինչ թեմայով արժի սկսել քո ճանապարհը։ YouTube-ը չի սիրում քաոս։ Թեմա չունեցող ալիքը նման է սուպերմարկետի, որը չունի անուն։ Ով ես դու, ինչ ես անում, ում համար, ալգորիթմը չի հասկանում ու չի խթանում։ Ты кто такой? Ты кто такой? Ты может маньяк такой? Кто ты вообще такой? Իսկ հաճախորդը գնում է, քանի որ չի ստանում, ինչ որ ակնկալում էր։ Եթե այսօր դնում ես Բաղդադոմս, իսկ վաղ խոսում ես սերիալների մասին, ցավոք լսանդ կկորցնի հետաքրքրությունը։ Նրանց բերում է կոնկրետ թեման, ու իրանք ուզում են շարունակություն։ Մենակ այս տարբերակով դու կարաս ունենաս լոյալ լսարան։ Թեմա չունենալ նշանակում է գաղափարների պակաս, պլանի բացակայություն, անորոշություն, իսկ երբ թեման հստակ է, ամեն ինչ պարզ է, ամեն ինչ նորմալ է, կարանք արդեն գրենք կոնտենտ պլան ու շարժվենք այդ պլանով։ Անկյաս պատասխանենք, դու կոնտենտը ստեղծում ես պարզապես հանուն հաճույքի, թե ուզում ես եկամուտ, անձնական բրենդ ես ստեղծում, թե բիզնես ես խթանում։ Այս ամեն ինչից կախված է թե թեման, թե թեմայի ֆորմատը, թե մատուցման ձևը։ Նիշա հավասար չի թեմա, սրանք տարբեր հասկացություններ են։ Նիշան ավելի լայն ոլորտ է, օրինակ առողջություն, իսկ թեման արդեն կոնկրետ ուղղությունն է, քնի հոգեբանություն, սպորտ 40-ից հետո, երեխաների առողջություն։ Դու կադրում ես թե ոչ, ցուցադրում ես դեմքդ, թե մենակ ձայնով ես խոսում, սա ազդում է դիտման վրա, թեման կարելի է հարմարացնել ֆորմատին ու հակառակը։ Ոչ, վերնագրեր, բովանդակություն, գույներ, երաժշտություն, սրանք դեկոր չեն, դրանք քեզ դարձնում են ավելի ճանաչելի ու պրոֆեսիոնալ։ Մարդիկ սկսում են քեզ ճանաչել ըստ վիզուալի ու դա իրականում աշխատում է։ Նվազագույն ներդրումները, միկրոֆոն, լուսավորություն, ձևավորում, դա հանդիսատեսի հանդեպ հարգանք է։ YouTube-ը ուղղակի վիդեոներ չեն, այլ հարթակ է, որտեղ իրոք գնահատվում են եւ տեսքը, եւ ձայնը։ Օրինակ, իմ տեսքն ու ձայնը ինձ թվում է շատ հավես է ստացվել։ Տես, ով կա քո նիշայում, որտեղ կան բացեր, ինչ կարող ես անել դու, ինչ կարող ես անել այլ կերպ։ Վերլուծությունը պատճենում չի, դա ռազմավարական մտածողության հիմք է։ Հիշի ինչ ես դու ինքդ սիրուն դիտել, ինչա պակասում YouTube-ում, ինչ ալիքի դու հաճույքով ինքդ կբաժանորդագրվեիր, ահա եւ պատասխանը։ Առանց հստակ նիշայի եւ թեմայի YouTube ալիքը ուղղակի չի ապրում։ Ալգորիթմերը շփոթվում են, հանդիսատեսը չի վերադառնում, իսկ հեղինակը ուղղակի հոգնում է։ Я просто устала, я не понимаю. Իսկ երբ ամեն ինչ հստակ է, հեշտանում է ամեն ինչ։ Այս ամեն ինչը սկսում է ուղղակի իդեալական աշխատել։ Գաղափարները, աճը, ուղղությունը։ Իսկ եթե դու ես մտածում քո ալիքը բացելու մասին ու թեմա ընտրելու ճանապարհին ես, ապա գիտես ում դիմել։